Ողջույն սիրելիներ, այսօր մենք շարունակում ենք մեր Աստվածաշնչի սերտողությունը եւ այսօր մենք հասել ենք Առաջի Թագավորաց 25-26-րդ գլուխները։ Սա Դավիթի կյանքի այն շրջանն է, երբ նա բախվում է անարդարության, կուրացնող բարկության եւ նորից իրեն սպանել փորձող Սավողին։ Բայց հենց այս մարդկային փոթորիկների միջից դարձյալ հայտնվում է մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի կատարյալ մարգարեական պատկերը։ 25-րդ գլխում Դավիթը հանդիպում է Նաբաղին, մի կոպիտ ու ժլատ մարդու, ով մերժում էր կերակուր տալ Դավիթի մարդկանց, փոխարենը վիրավորելով նրանց։ Բարկացած Դավիթը որոշում է ոչնչացնել Նաբաղի ամբողջ տունը, բայց մեջտեղ է գալիս Նաբաղի իմաստուն կինը, Աբիգեան։ Նա ընդառաջ չէ վազում, իր վրա է վերցնում մեղքը, խնայում է Դավիթի այրունահեղությունից եւ բերում է առատ ընծաներ։ Եվ ընկավ նրա ոտքերը ու ասաց. «Իմ վրա թող լինի այդ անօրենությունը, ով իմ Տեր»։ Այս պատմության մեջ Աբիգեան հանդես է գալիս որպես Հիսուս Քրիստոսի բարեխոսության պատկերը։ Նաբաղը մարմնավորում է մարդկությանը իր կուրության, ժլատության ու մեղքի մեջ։ Նրա անունը նշանակում է անմիտ։ Աստծո արդար դատաստանը պատրաստ էր հարվածելու մեզ, բայց Հիսուս Քրիստոսը, մեր մեծ բարեխոսը, ընդառաջ եկավ։ Նա իր վրա վերցրեց մեր անօրենությունը, ինչպես Աբիգեան, եւ խաչի վրա կանգնեցրեց դատապարտության հարվածը։ Ավելին, Նաբաղի մահից հետո Դավիթը կնություն է առնում Աբիգեային։ Սա եկեղեցու պատկերն է։ Քրիստոսը մեզ ազատեց մեր հին մահացած բնությունից Նաբաղից, որպեսզի մեզ միացնի իրեն որպես իր փառահեղ հարսնացու։ Երբ քո կյանքում եւ իմ կյանքում բախվում ենք մարդկանց կոպտության ու անշնորհակալությանը եւ քո մեջ արտանում է վերեշխընտրության բարկությունը, կանգ առ։ Թույլ տուր, որ Հիսուսի իմաստությունը խոսի քո սրտին։ Քրիստոսն իր արյունով արդեն բարեխոսել է մեզ համար։ Դու կարիք չունես սեփական ձեռքերով արդարություն հաստատելու։ Թող Աստված տնօրինի քո հարցերը։ 26-րդ գլխում Սավուղը նորից 3000 հոգով դուրս է գալիս Դավիթին որոնելու։ Գիշերը Դավիթն ու Աբեսան մտնում են Սավուղի բանակատեղը, որտեղ բոլորը խոր քնած էին, որովհետև Տերը թմրություն էր գցել նրանց վրա։ Աբեսան ուզում էր գետնին գամել Սավուղին իր իսկ գեղարդով, բայց Դավիթը նորից կանգնեցնում է նրան, վերցնելով միայն թագավորի գեղարդն ու ջրի կուժը։ Տերը թմրություն էր գցել նրանց վրա։ Այստեղ Հիսուս Քրիստոսը բացահայտվում է որպես մեր թշնամիներին զինաթափողը եւ աստվածային պահապանը։ Ինչու էր Սավուղի ամբողջ բանակը քնած, որովհետև Աստված ինքն էր հսկում Դավիթին։ Աստված նաև մեր կյանքն է հսկում, սիրելիներ։ Հիսուսը խաչի վրա հոգևոր թմրություն եւ պարտություն բերեց խավարի բոլոր ուժերին, նա զինաթափեց նրանց։ Դավիթը վերցրեց Սավուղի սուրն ու ջուրը, ցույց տալով, որ թշնամին կորցրել էր իր իշխանությունն ու կյանքի աղբյուրը։ Հիսուսը մեզ տվել է այդ նույն հաղթությունը։ Թշնամին կարող է ճամբար դնել քո շուրջը, բայց նա զրկված է քեզ վնասելու զորությունից, եթե դու մնում ես Աստծո ծածկոցի տակ։ Եթե այսօր զգում ես, որ հոգևոր պատերազմի մեջ ես, սովորիր խաղաղվել Աստծո ներկայության մեջ։ Քո պահապանը չի ննջում եւ չի քնում։ Երբ թշնամին գալիս է քո դեմ, Աստված կարող է մեկ վայրկյանում չզոքացնել նրա բոլոր ծրագրերը, փոխանակ վախենալու կամ քո ուժերով կռվելու, վստահիր Հիսուսին, ով արդեն հաղթել է աշխարհին։ Ավարտենք աղոթքով։ Սիրելի Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր կատարյալ բարեխոսն ես։ Շնորհակալ ենք, որ դու մեզ փրկել ես դատապարտությունից։ Շնորհակալ ենք, որ դու մեր պահապանն ես եւ չես քնում։ Դու 24 ժամ բարեխոսում ես մեզ համար։ Շնորհակալություն Հիսուս ջան, ամեն բանի համար։ Օգնի, որ մենք միշտ վստահենք քեզ։ Ամեն։